Ողջույն, ողջույն հետևորդներ ջան, ինչպես եք, ոնց եք, ոնց է ձեր տրամադրությունը, իմ այսպես առավոտ շուտ հողագոմային աշխատանքային այդ տեսակի, այսօր առավոտ շուտ երկու հատ էլ գոջի եմ գնել, բերել էին, մեկ է տեսնեմ առավոտ շուտ է ժամը արդեն 8:30 մոտ է, նա ձեն են տալիս, մեկ է տեսնեմ գոջին բերել են արդեն մեր տուն, գոջիների համար տեղը նախորդ պատրաստել, մաքրել, դրել, ինչ որ պետք է, բայց շատ փոքր գոջիներ են, հետևորդներ ջան, բայց ոչինչ, ես շատ լավ կպահեմ տեղը տեղին եւ մեր գոջիները կմեծանան։ Հիմա արդեն կերակրել եմ բոլոր գոջիներին էլ, տարբեր տեսակի խոզեր ունեմ, մի քանի, այս դրությամբ, որ այդ փոքրիկներին էլ հետը հաշվում եմ, 9 խոզ եմ ունենում, հետևորդներ ջան, հիմա տանեմ գոմ, տեսեք թե ինչքան են մեծացել այն խոզերս եւ դրանից հետո մի 10 օրվա տարբերությամբ գնել էի գոջիներ, բայց հիմա արդեն բավականին մեծացել են եւ դարել են մեծ շիշակներ, բուրվակներ, այսպես ասած, շիշակ մեր արտաշատի լեզվով է, իսկ բուրվակ ստեղ լորվա լեզվով է, նույն նշանակությունը ունի, ուղղակի տարբեր մարզերում տարբեր են ասում եւ այսօր գնել եմ երկու հատ փոքրիկ, հիմա կտեսնեք տարբերությունները, մոտենամ գոմ եւ ձեզ կցուցադրեմ հետևորդներ ջան։ Տեսեք, սա այն խոզերն են, որ ես գնել էի, տեսեք թե ինչքան են մեծացել, արդեն նայեք, որ մորթեմ կամ մորթվի, այդ տեսակի մեծ խոզեր ունեմ, իսկ այս մի գույնին, որ տեսնում եք, ձիռոկա, սրան պահում եմ մայր պետք է պահեմ, որ ձագեր էլ արդեն ուրիշից գոջիներ չգնեմ, այդ ունենամ ես իմ սեփական գոջիները, իսկ այդ երկուսը երևի հաջորդ ամիս արդեն իսկ կմորթեմ, որտեղ բավականին մեծացել են, մեծ խոզեր են, իսկ սրանք, որ մի 10 օր առաջ գնել եմ, տեսեք, թե ինչ լավ գոջիներ են եւ ինչ կարգի եմ պահել, ինչ թափով մեծ, պատկերացրեք փոքր էին շատ, որ բերել եմ, հիմա այսպես մեծ արդեն շիշակներ են դարել խոցովները, գնացեք ենքում մի քիչ, արդեն չէ, կերե խմել են, տեսեք հլը ուտելու ամանը, գուրը դատարկ են, մեջը ոչ մի բան չեն թողել, այսպես սրբել են, շատ ուտող գոջիներ են, այսպես, տեսեք երկուսս կլետկա յա, այստեղ մեծերը, այստեղ էլ այսեղ փոքրները, այսենց հարմարանքել ունեմ, տեսեք ոնց եմ լվանում ամեն օր գոմը և ջուրը դնում եմ, որ այսենց մի քիչ հոսի, որպեսզի հոտը, դե տաք է եղանակը, հոտը չընկնի ամբողջ մեր թաղով մեկ, այստեղ խոտ եմ լցրել, դրա համար են գնացել, այնտեղ թողել են իրանց այս մասան ուտելու և գնացել են խոտն են ուտում, շատ սիրում են խոտ և արդեն մոտները ֆիքսվել է, որ հենց կերան պրծան, ես պետք է իրանց խոտնամ, իսկ հիմա ցույց եմ ուզում տալ այսօրվա բերած փոքրիկ գոջիները, մի հատ տեսեք ծայրահեղությունից ծայրահեղություն, թե ինչքան փոքր են, նայեք, երկու հատ, բայց իրանց գյորա չեն, հլը խնդրեմ ոնց են քանդել, այստեղ ելը եկե չի եկել ես փոքր գոջին, այսպես քանդում է, հեսա մի հատ ավլեմ, որ բան չանեն, այսպես պուջուրիկ են, տեսեք, շատ փոքրիկ, բայց դե ոչինչ, հոգ չի, ես լավ կպահեմ, կխնամեմ և կմեծանան, հետո արդեն հեսա մի 10 օր հետո տարբերությունը ձեզ ցույց եմ տալու, թե տեսեք, թե ինչքան են մեծացել և ինչքան են փոխվել հետևորդներ ջան, կարևորը ես պահում եմ մեծ սիրով, սիրում եմ նման տեսակի և բաներ, որ ունենանք, այսինքն ունենք կերը, բավականին լինում, այսօր տեսեք հավերի տեղն է, ուզում եմ ցույց տալ, այնտեղ արդեն 3 հատ էլ ձուենած է մեր հավերը, այսպես փակել ենք, որպեսզի հանկարծ հավի կեղտ մեղտը չլցվի գոջիների մոտ, որ խնդիր չառաջանա, որովհետև խոզին չի կարելի էլի նման բաներ, տեսեք թե ինչ բանա քանդել են արդեն մի հատ գամ ավլեմ, որ ավելորդ բաներ չուտեն, տեսնենք առաջ Աստված, ինչ ձևով կմեծանան մեր գոջիները,
Ոյ, այսպես դուրս եկա բակը, հիմա սկսեմ արդեն քաղել, վարունգ հավաքեմ, մի քիչ, լոբի էլի հավաքեմ, մի քիչ կծու բիբար, պատկեր կծու բիբարն էլ ա լավ եղել, կանաչիներ կհավաքեմ, որ տանեմ արագ սննդի կետ, իսկ նայեք հետևից ցանել էի համեմը, արդեն տեսեք ինձ ձև է ծլել համեմը, նորից ծլի, որ հետևից ունենամ էլի եկող կանաչիներ, որպեսզի չկտրվի կանաչիները։ Այստեղ խուճուճ մառոլ եմ ցանել, էդ եմ նայում, որ դեռ դուրս չի եկել խուճուճ մառոլս, ընդհանրապես չի ծլել, թե ուշ ա ծլելու, թե չի ծլելու, այդ չեմ կարող ասել։ Էն էլ իմ հավերն են, 10 հատ հավ ունեմ, փառք Աստծո, ինչքան էլ որ ածում են, ունենք ձու, երբեք ձու չենք գնում խանութից։ Այսպես կեղտոտ, մեղտոտ, իմ սենց հակած աշխատանքային շորերը, հողամասում, արդեն ես 1 ժամ է, այսպես ման եմ գալիս, ստուգում եմ բոլոր ամեն ինչը, տեսնեմ, թե բոլորը տեղը տեղին է, կա, բոլորը կերակրված են, թե հավ, թե խոզ, թե շուն, թե կատու, շունն ու կատուներն է անպակաս են, մենակ մեկը մթամերեն մի կատուն քիչ էր, 3 ձակին էլ հետը բերել է, պատկերացնում եք, հենց առավոտյան դուրս եմ գալի դուրս, շունը մի կողմից ա ձայն հանում, կատուները մի կողմից, խոզերը մի կողմից, հավերը մի կողմից ու պատկերացեք միջև սենց կերակրելով գալիս եմ, որ ամեն մեկը իրենց ձայնը կտրվի և ձայն չգա։ Հիմա հեսա մի հատ սուրճ կխմեմ, կմտածեմ ինչ կարելի է անել, ոնց սկսել ու շարունակեմ առաջ, դե առաջինը բնականաբար կհավաքեմ կանաչիները, հետևորդներ ջան, հետո հավաքեմ, տեսեք մառոլներս, այսենց առանձին տեղ ինչքան կա, դուք կհիշեք իմ առաջին իսկ վիդեոներից էլ, որ ես ինչքան մառոլ ունեմ ու պատկերացրեք ամեն օր 2 տոպրակ ես մառոլ եմ տանում, արագ սննդի կետ և արդեն ես 2 ամիսա ես այսպես տանում եմ ու դեռ տանելու եմ, մոտենամ ցույց տամ, տեսեք թե ինչքան էլ մառոլ ունեմ այսպես մանր ցանած, հեսա մի հատ շիթիլ կանեմ, որ ավելի թափովանա, շիթիլով ավելի է ինքը մեծ լինում էլի։ Ես էլ կուզեմ ցույց տալ, նայեք բիբարներս, կծու բիբարները արդեն բավականին, այսինքն տեսեք ինչ մեծ բիբարներ ունեմ և այս տնկելով, մշակելով, ես ինչ հասկացա հետևորդներ ջան, որ Ստեփանավանում բիբարը լինում է շատ լավ և որոշել եմ, որ եկող տարի իհարկե Աստծուց առաջ ես երբեք չեմ ընկնում, առաջ Աստված բիբար եմ շատ դնելու, որովհետև մեր այս կողմի եղանակը և լորվա այսպես հողերը սիրում են բիբար, թե բալգարսկի բիբար, թե սովորական, շատ լավ լինում է հետևորդներ ջան, տոթը չի տանում։ Իսկ այստեղ ունեմ լոլիկ, տեսեք տոթը ոնց էլ մշակում եմ, տոթը տանում է, այսպես չորացնում է, այնպես նայեք պուճուր լոլիկներ ա վրան, երկարավուն, տեսեք այսպես եղել է, ինձ սիրուն լոլիկներ, ագնդլիկներս, բայց դե լոլիկը վատ է լինում այստեղ, ես դա փորձած ունեմ հետևորդներ ջան, դե լոբու մասին խոս չկա, տեսեք թե ինչ լայն տերևներ, ինչ լավ գույնի, տեղը տեղին, ես էլ մեր տխիլի ծառն է, բավականին է բռնել է հետևորդներ ջան տխիլը և խոշոր էլ եղել է, հիմա ուզում եմ ստեղ մի հատ հատիկ էի խոշոր տեսել, ձեզ ցույց տամ, թե տեսնեք ինչքան խոշոր տխիլներ է, բայց չեմ գտնում, խոշոր հեսա, տեսեք, շատ լավ լինում է, բավականին էլ հավաքում ենք, օգտագործում ենք, հեսա մի քիչ էլ անցնի, արդեն կհավաքենք։ Քանի դեռ անձրևը չի եկել, եղանակն էլ հով է, ասի մի քիչ մտնեմ վարունգ հավաքեմ, դե ես քիչ եմ հավաքում հետևորդներ ջան ու փոքրիկ, այսպես փոքրիկ եմ հավաքում, որովհետև դրանով ես սիրում եմ, որ մարինատը լինի փոքրիկ, այն խոշոր վարունգը, որ փակում են, ես չեմ սիրում, դրա համար էլ ես հավաքում եմ
շուտ ամեն 2 օրը մեկ եմ հավաքում եւ փոքր վիճակում, որպեսզի մարինատը լինի շատ գեղեցիկ։ Հեսա մարինատի պատրաստման process-ն եմ ցույց տալու, թե մենք ինչ տեսակ ենք պատրաստում։ Տեսեք, թե ինչ կարգի մանր վարունգ եմ հավաքում։ Այսպես փոքրիկ։ Ես այդ ձև եմ սիրում, դե մեր համար է թող լինի այսպես լավ մանր։ Ես ցանում եմ զուտներ տան հավաքելու, պատրաստելու համար, հետևորդներ ջան, վաճառքի համար 1000-ից մի անգամ, երբ որ տեսնում եմ, որ էլ կարիքը չկա փակելու, շատ ենք արդեն փակել, արդեն կարող եմ մի քիչ վաճառել, բայց ընդհանրապես ես մեր տան համար եմ միշտ ցանել, միշտ։ Ու այն լավ սորտի վարունգն է, պատկերացրեք, հեսա ցույց տամ, տեսեք, սա մի թփի վրից այսքան հավաքեցի, հեսա բերեմ, տեսեք, թե ինչքան եղավ մի թփի վրից։ Այն լավ մանրներն էլ չեմ հավաքելու, տեսեք, այսքան արդեն հավաքեցի մի հատի վրից, շատ լավն են, շատ լավ սորտի էլ է, տեսեք ինչ ուղիղ, լավ են, փուշ-փուշ վարունգն է, մի քիչ էլ լոբիի հետ կփակենք, լոբիով էլ է շատ լավ է լինում, դեղին լոբին են ընդհանրապես անում, բայց այս տարի դեղին լոբի ես չեմ ցանել, չունեմ, բայց սովորական լոբիով կանեմ, ոչ մի խնդիր չի խանգարում, ոչ մի բան, տեսեք այսպես սապոկներս աշխատանքային հագել եմ, որ ցեխը շատ բան չլինի, լիքը կա, պետք է հավաքես ուղղակի մանրակրկիտ, ես սիրում եմ հավաքելուց մանրակրկիտ, չեմ սիրում եմ, որ մնում ու մի հատ խոշոր վարունգ է լինում, ես միշտ մանրը հավաքում եմ, շատ ուշադրությամբ չեմ թողնում, որպեսզի մի քիչ վարունգը խոշորանա, բայց այնտեղ մի հատ խոշոր այսպես վարունգ եմ տեսել ու զարմանում եմ ոնց է աչքիցս վրիպել, ընդհանրապես ես սենց ուշադրությամբ եմ հավաքում, ես որ բերք եմ հավաքում, նայ, սենց կիսուրս նայում է, ասում է, ախ, տեղ լոբի չկա, ուր ես քաղում, մեկ է տեսնում է 2 վեդրո քաղած եկել եմ, ասում զարմանում, ասում է, ես որտեղուց քաղեցիր, ասում հարևանի հայատից, դե մեր բաղթը, ես տենց եմ, ես պետք է տակերով ուշադիր, սենց մանրակրկիտ հավաքեմ, չեմ սիրում եմ, որ սենց մի հատ քաղես ասես են մեկին չէ, ուշադրությամբ պետք է հավաքեմ, ու այսպես լոբին արդեն մի 5-6 անգամ հավաքել ենք, սարցեխցիկ եմ դրել, վաճառել եմ, նվիրել ենք, կերել ենք, սենց խառը ամեն ինչ կատարել ենք։ Հիմա այսա հավաքեմ ու ձեզ կուզեմ ցույց տալ մեր մարինատացված վարունգի ռեցեպտը, թե մենք ինչ ձև ենք մարինատացնում վարունգը, դա անում է կիսուրս, ես հավաքում եմ, տալիս եմ կիսուրիս, կիսուրս փակում է, Հեսա գնացել է եկեղեցի կիսուրս, որ գա տուն, ես վարունգը հավաքեմ, ապա անպայման կցուցադրեմ, թե մենք ինչ ձև ենք պատրաստում վարունգը եւ միգուցե ձեզ դուր գա, հետաքրքրի եւ դուք էլ անեք մեր բաղադրատոմսով, շատ լավն է, հետևորդներ ջան, ինքը լինում է խրխրթան, որ վարունգը վերջում ես խրխրթալով ուտում ես, այդ տեսակի չենք եփում երբեք մենք վարունգը, չենք դնում գազի վրա բլբլթալով չկա նման բան, մենք ջուրը եռացնում եւ լցնում ենք վրան ու իրա ջուրը։ Լավ, մնացա չեմ կարող այդպես ասել, պատրաստման process-ը դուք կտեսնեք եւ կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Կոֆեյա ընդմիջում, հետևորդներ ջան, մի հատ սուրճ խմեմ, նոր շարունակեմ մյուս աշխատանքները, հողամասում լիքը աշխատանքներ են հավաքվել, պետք է ջրեմ, մշակեմ, որ բերքը ավելի առատ լինի։ Ես էլ սուրճս, ինչու եմ մենակ սուրճս խմում, որովհետև կիսուրս այստեղ չի, հետևորդներ ջան, գնացել է եկեղեցի, այսօր կիրակի է և կիսուրս գնում է ամեն կիրակի եկեղեցի, մենակ եմ, ամուսինս է գնացել է Երևան, ես այսպես մնացել եմ մենակ, ինքս սուրճը պատրաստեցի, ինքս բերեցի և մենակ էլ խմեմ իմ սուրճը։ Այսպես լցրել եմ սուրճս, մի երկու հատ է խնձոր եմ սենց դիսերտ հետը բերել, որ հետևից
մի բան պետք է կոֆեի հետևից ես խմեմ, որտեղ չեմ։ Ես էլ վարունգը տեսեք, թե ինչքան վարունգ հավաքեցի հետևորդներ ջան։ Այս չափի էլ հավաքեցի, այս չափի էլ հավաքեցի եւ իմ ամենախոշոր վարունգը, որ աշկիցս վրիպում ա եղել եւ չեմ տեսել, ապա այս տեսակինն է։ Այսպես մի վեդրո հավաքեցի, լիքը մանր վարունգներ են, հեսա կիսուրս կգա եւ կպատրաստի մեր մարինատը։ Ես էլ գնամ այնտեղ մի հատ նստեմ եւ սուրճ խմեմ։ Ինչքան կանգնեցի, հերիքա կատուներն են մի կողմից, կատուները, որ չեն թողնում, որ մի բան անես, գիտեմ իրանք հետ մնացին։ Անենց նվում են, մթամ կոֆե են խմելու իրանք էլ իմ հետ։ Մեկա կերակրել եմ հետևորդներ ջան, կերել են, խմել են, բայց էլի ուզում են, միևնույնն է։ Այսպես ամենաշատը ինչն եմ սիրում, հողամասում, այսպես նստեմ եւ սուրճ խմեմ, ամենահամով սուրճն է։ Ովքեր են ինձ այդ համամիտ հետևորդներ դա, ջան, ապա գրեք մեկնաբանություններում, տեսնեմ թե ինչքան մարդ կա իմ կարծիքին, իմ մտածելակերպին եւ իմ խելքին։ Այ, արժի ամեն ինչ։ Ահա որ եղանակն է տեսնում եք էլի, թե մռայլ է, բայց լավ անձրև չի գալի, հով է եւ կարողանում ես այս ժամին էլ այսպես հանգիստ նստել հողամասում, դա արդեն մեծ բան է։ Այս ժամին արտաշատ Երևան ինչ կկարողանաս նստել հողամասում չես կարող, որովհետեւ ահա որ արև է։ Այ ես սուրճս տաք եմ սիրում, մինչև պատկերացեք վերևից եփեցի, իջա ներքև լցրեցի, արդեն սա իմ համար սառն է համարվում, որովհետև ես պետք է եռման, կապ չունի։ Հյուր էլ որ գնում ենք սուրճը բերում են, ասում կներեք, ես սուրճը տաք եմ սիրում, չեմ կարող ուշ խմել կամ դանդաղ խմել, կներեք, բայց ես սուրճը այդպես եմ խմելու, եթե չեմ խմելու, ուրեմն չեմ խմի, բայց եթե խմում եմ, ուրեմն պետք է խմեմ եռման։ Ես էլ խմեմ գնամ արագ-արագ կանաչի մառուլ, որ ես մեղունե ուզում ա կծածլի։ Արագ-արագ կանաչի մառուլ հավաքեմ, ժենգյալով հացի սիրուն լավ խառը տեսականի կանաչիներն է հավաքեմ եւ պատրաստվեմ ու գնամ արագ սննդի կետ, տեսնեմ այնտեղ ինչ է կատարվում, աղջիկները հիմա ինձ է սպասում, կանաչի չկա, մառուլ չկա, գոհարը չկա։ Գոհարը բնականաբար կգնա, կանաչիներն է հետը։ Իպա եղանակը բացվելու արևը լինի, ես չեմ սիրում մռայլ։ Ես որ իմ էությամբ ուրախ, ակտիվ, ժիր, լուսավոր մարդ եմ, ես եղանակը մռայլ չեմ սիրում։ Սիրում եմ եղանակը իմ նման պայծառ լինի, ուրախ, ժպտամիշտ ու լավ եղանակ թող լինի։ Ընդհանրապես մարդը պետք է կյանքում են մի հատ են փոքր բանից էլ ուրախանա, չտխրի։ Այսօր ով չունի պրոբլեմ հետևորդներ ջան, ով չունի խնդիր, նման մարդ չկա, ես չեմ էլ հավատում, որ նման մարդ կա, որ խնդիր չունենա, փոքր երեխա, փոքր խնդիր, մեծը, մեծ խնդիր, հարուստը, հարուստ խնդիր, աղքատը, աղքատ խնդիր, միևնույն է, խնդիրը կա եւ պետք է ոչինչ դիմակայես եւ անցնես առաջ, պետք է ուրախ նայես այդ ամեն ինչին, որպեսզի ստացվի քո մոտ հետևորդներ ջան, դա իմ սեփական փորձից եմ ասում, փորձեք այդպես, երբեք այնպես մի արեք, որ այն քո չուզողն ուրախանա, որով կան չուզողներ, տես մարդ չկա, որ չուզող չունենա, կան մարդիկ, որ կաղա լավ ձևով խոսանքով հետ շփվեն ուրախ, բայց մեջից վատը ցանկանան, լիքն են հետևորդներ ջան, ուղղակի պետք է ուրախ ցույց տաք ամեն ինչը, ձեր կյանքում ինչ որ կատարվում է, ամեն ինչը ուրախ ցույց տվեք եւ հավատացեք ամեն ինչ տեղը կընկնի, կամ մի հատ այսպիսի ասացվածք, որ ծիծաղա այն ժամանակ, երբ որ բոլորը սպասում են քո արցունքներին, դա ճիշտ ասացվածք է, դա խորը բնույթ կրող ասացվածք է, որը դու ինչքան էլ տխուր լինես, ուրախ ցույց տուր եւ հավատացեք այն բաց ցանկացողը իր մեջ ավելի է իրան վատ զգում, այնպես որ ուժեղ, լավ շարժվեք առաջ, իմ խորհուրդը ձեզ։ Վերջի սուրճս։
լավ էր, անմահական սուրճ։ Վեր կենամ անցնեմ աշխատանքի, շատ խոսացի, կան հետևորդներ, որ ասում են շատ ես խոսում, քիչ խոսա, արագ գործի, բայց ես ոչ մեկի ասածին էլ չեմ լսում, ես էությամբ էսպիսին եմ, սիրում եմ ասել, խոսալ, շփվել, լավ խորհուրդներ տալ իմ հայ ժողովրդին, թող բոլորն էլ լավ լինեն, բոլորը լավ լինեն, եթե մեր հայ ժողովուրդը բոլորն էլ լավ լինեն, հավատացեք կփրկվի մեր Հայաստանը, մեր հայ աշխարհը, որտեղ որ մենք ծնվել, ապրել եւ մեծանում ենք եւ մեր երեխաները, մեր թոռներն են շարունակելու այս երկիրը շենացնել։ Բնականաբար պետք է բոլորը լինեն լավ, որ երկիրը շենանա։ Այսքան է իմ սիրելի հետևորդներ ջան, իսկ վարունգի պատրաստման process-ը արդեն ցույց կտամ հաջորդ վիդեոյում։ Մնացեք Աստծով, ձեր այդ գոհարներ, որը ձեզ միշտ հավատացեք, միշտ շատ-շատ սիրում է եւ սպասում է ձեր մեկնաբանություններին, ձեր խորհուրդներին, ձեր ինչու՞ չէ նաեւ նկատողություններին։ Այսքանը մնացեք Աստծով։